Երանի ամենեցուն ու երկեչին իդյալն է և գնամ իջանաբան սնորա։ Երանի որոն նրանց, ովքեր երկեչում են տիրոջից, երկյուղ են տիրոջից և գնում են նրա ճանավարներով։ Սիրելի եղբայրներ և քույրեր, Սուրբ Գիրքը Սաղմոսած գրքի միջոցով մեզ է փոխանցում այս երանի։ Երանիներ շատ կան և ավետարանում և ինքնագարանում և առասիկ երանիներից մեկն է, որ ասում է երանի այն մարդկանց, բոլոր այն մարդկանց, ովքեր երկյուղ ունեն Տիրոջից և իբրև հետևան այդ երկյուղ ունենալու հայլում են Տիրոջ ճանապարհներով։ Եվ նաև Արագած գրքի մեջբերումը բերում կապում ենք այս մեջբերման, որ ասում է, թե սկիզբն իմաստության երկյուղ կյարը, իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղի մեջ է, հասկանում ենք, որ այս երկյուղ ասվածը, երկենչել ասվածը, ինչ-որ մարդ և ասված հարաբերության բաղկացուցիչ մաս է կազմում, անհրաժեշտ մաս է կազմում։ Այլապես Սողոմոն իմաստուն չէր ներկայացնի դա իբրև սկիզբը իմաստության, հիմքը իմաստության, անհրաժեշտ պայմանը իմաստության։ Իսկ Դավիթ մարգարեն երանի չէր տա այն մարդկանց, ովքեր Տիրոջ երկյուղը ունեն և իբրև Տիրոջ երկյուղի հետևանք հայլում են Տիրոջ ճանապարհները։ Նշանակում է, թե մեր մարդկային բնության մեջ անհրաժեշտ մի երևույթ է Աստուծո հետ հարաբերվելու, Աստծո հետ շփվելու, Աստծո հետ լինելու և այդ երբեմն ուզեւ հաճախ խախտված հարաբերակցությունը և հարաբերությունը վերականգնելու։ Բայց այստեղ ծնվում է մի հարց։ Այդ երկյուղը մարդկային բնության անբաժանելի սկզբնական մաս է կազմում արդյոք, թե ձեռքբերովի է։ Այսինքն Ադամը, երբ որ ստեղծվեց այդ երկյուղով, թե այդ երկյուղը հետո ձեռք բերեց իբրև հետևանք։ Եվ ահավասիկ այսօրվա խորհուրդը պատասխանում է մեր այդ հարցին։ Քանի որ այսօր արտաքսման կիրակին է և մենք բոլորս հավաքվել ենք մեր եկեղեցիներում, մեր եկեղեցվոտ պետադրության հիշելու այդ արտաքսման դրվագը, երբ որ մարդը երանավետ կյանքի մեջ էր դրանում, սակայն սխալվեց, մեղանջեց, մեղք գործեց, ընդդիմացավ Տիրոջ պատվիրանին, շեղվեց Տիրոջ ճանապարհից և արտաքսվեց դրախտից։ Եվ այդ պատմության մեջ տեսնում ենք, որ երբ որ մեղանջեց Ադամը և լսեց Աստծո ոտնաձայները, թաքնվեց։ Եվ Տերը հարցրեց, ուր ես Ադամ, և ասաց, լսեցի քո ոտնաձայները և թաքնվեցի, որովհետև վախեցա։ Ահավասիկ, որտեղից է ծնվում այդ երկյուղը, վախը, տագնապը, որ երբեմն կարող է վերածվել սարսափի։ Ուրեմն այսօրվա խորհուրդը մեզ բացատրում է, որ երկյուղով ստեղծվեց մարդ։ Եվ երկյուղը, վախը, մարդու սկզբնական հատկություններից չէի։ Բնության, մարդկային բնության անբաժանելի մաս երկյուղը չէր կազմում,
չէր կարող երկիր ունենալ որևիցե մի բանից։ Աստուծո հետ մնայում սիրո շփումի մեջ երկրի տեղ չկար։ Ոչ մի անհրաժեշտություն չկար։ Ոչ մի պատճառ չկար։ Երկու ունենալու արարչության մեջ որևիցե մի բանից եւ արարչից, որովհետեւ հարաբերությունը կատարյալ ներդաշնակ էր, կատարյալ իդեալական, կատարյալ անայլայ, դրախտային։ Բայց երբ մարդը իր սեփական կամքով մեղանչեց եւ ընդդիմացավ Տիրոջ պատվիրանին, ինչ ձեռք բերեց խայտարարություն, մահ եւ նաեւ երկյուր, վախ։ Բայց ինչպես ամենուրեք եւ ամենտեղ, Աստված միշտ միջամտում է նաեւ մեր թերացումների մեջ շտկելու համար նաեւ այն, ինչը որ իրենից չէ, իր տվածը չէ։ Եվ անասիկ դարերի ընթացքում եւ առ այսօր Տերը շտկում է նաեւ մեր երկրի այդ ընթացքը երկրելու, վախենալու։ Եվ բերում է այնպիսի երկուղալից վիճակի, որը ընդունելի է, ըմբռնելի է, եւ նաեւ Աստուծո համար տեսանելի եւ մեր մեղքերի համար իբրև թողություն եւ խաղություն ընդունելի։ Ընդհանրապես երկրի մասին, եթե խոսենք շատ պատճառներ կարող ենք թվարկել, բայց ես ուզում եմ այսօր 3 կարևորագույնների մասին անդրադառնալ։ Նախ երկրը կարող է լինել պատժից թերաբերված։ Ինչու համար մարդը հաճախ վախենում է, երկրում է, պատժից, պատժի հնարավորությունից, պատժի հետևանքներից, այն սպառնալիքից, որը իր մեջ ներկայացնում է պատիժ։ Հիմա Ադամի պարագային դժվար թե պատժի այդ սպառնալիքը լիներ, որովհետև տեղյակ չէր Ադամ դեռ, թե ինչ է պատիժը։ Այդ իդեալական կացուկացերի մեջ, որտեղ դեռ չէր մտել մեղքը, չկար եւ պատիժ եւ չկար եւ պատժի հնարավորություն, ինչպես չկար վախ։ Մեր կյանքում շատ հաճախ, եթե մենք ինչ-որ մի բան չենք անում պատժվելու մտածում։ Չար երեխան, երբ սկսում է խուսափել պատժից, երկու ճանապարհ են, կամ փորձում է իր անձանքը քողարկել, կամ փորձում է չանել։ Խելացի երեխան, խելոք երեխան, իմաստուն երեխան, բարի երեխան գերադասում է չանել։ Իսկ շեղված դեպի չարը հակում ունեցող երեխան փորձում է անել եւ թաքցնել։ Հետևաբար, պատժից բխած երկյուղը միշտ չէ որ բարի է եւ միշտ չէ որ դեպի բարին է առաջնում։ Որովհետև հաճախ մեզ մղում է խաբերության, հագցնելու, քողարկելու, պատժից խուսափելու համար եւ ներկայանալու իբրև մաքուր, առաքինի, այսինքն ես չեմ արել, ուրիշն է արել։ Ուրեմն պատժից բխած երկյուղը տեսնում եք, որ չի կարող աստվածային միջամտության, աստվածային ցուցման, աստվածային շնորհի հնարավորություն լինել։ Մեկ այլ կողմից է գալիս, որովհետև տանում է առավել դեպի կործանում։ Երկրորդ
տեսակը և յուղի այն է, որ մարդկային ամոթից է ծավ։ Չենք անում հաջատ բաներ, որովհետև ամաչում ենք։ Ցանկանում ենք անել։ Ցանկություն ունենք անել, գուցեև անենք, եթե հնարավորություն լինի հագցնելու, բայց վախենում ենք ամոթահար լինելուց։ Մարդկային ամոթը իբրև դրական երևույթ, հաճախ նաև վատ ազդեցություն և վատ հետևանքներ է ունենում մարդկային հասարակության մեջ, որովհետև շատ բաներ դարձյալ հագցնում ենք մարդկանց առջև ամոթահար չլինելու համար։ Ադամը գուցեև այս ամոթի զգացումը արթնացավ իր մեջ իբրև մեր հետևանք և թաքնվեց, ամաչեց և Տերը հանդիմանելով իբրև այդ վախենալու և վախի հետևանք արտաքսեց իրեն դրախտից։ Հետևաբար ամոթահար լինելը և ամոթահարության հետևանքով ամոթից վախենալով ինչ-որ բան չանելը և Տիրոջ ճանապարհների վրա մնալը դարձյալ այդ երկյուղի իբրև իմաստություն, այդ երկյուղի իբրև շնորհ տանը չի կրում իր մեջ։ Հետևաբար գալիս հանգում ենք երրորդ, երկյուղի երրորդ դրսևորման, սիրուց բխող, սիրուց ծագող երկյուղի մասին է խոսքը։ Երբ որ երկյուղում ենք վշտացնել նրան ու սիրում ենք, նեղացնել նրան ու մեզ համար արժեք ունի, ոչ թե մենք ենք կարևոր, այլ նա ում սիրում ենք, այդ երկյուղում ենք, դիմացինին վշտացնելու, մեր սիրելիին վշտացնելու, մեր սիրելիին նեղացնելու և Աստծուն նեղացնելու, Աստծուն վշտացնելու երկյուղը ունի։ Սա է երկյուղի աստվածային դրսևորումը, բարձրագույն դրսևորումը և որը կարող ենք ընդունել իբրև նաև այլ աստվածային շնորհ մեր վերականգնումը ապահովելու համար։ Այ երանի թե Ադամի մոտ այս երկյուղի զգացումը արթնացած լիներ։ Եվ մենք ուզում ենք հավատալ, որ այդ երկյուղի զգացումը կար Ադամի մեջ, որ փոխանցվեց նաև մինչև օրս մեզ, որ Ադամը երկյուղեց Աստծուն նեղացրած լինելու այդ իրավիճակից, Աստծուն վշտացրած լինելու այդ իրավիճակից։ Այո, Եվային չվշտացնելու համար կատարեց քայլը, սխալ քայլը, բայց վշտացրեց Աստծուն։ Եվ այս երկության մեջ Ադամը փորձեց հագցնելով, կնոջ վրա ներգծելով հարցը լուծել։ Հետևաբար, երբ որ մենք խոսում ենք երկյուղի մասին, ամեն մի վախ և ամեն մի սարսափ Տիրոջ նկատմամբ ունեցած երկյուղի մասին չէ։ Եվ մենք պիտի ձգտենք հասնել այն երկյուղին, որ հասկանանք, որ ամեն մի մեղքով, ամեն մի վատ արարքով, ամեն մի սխալով մենք վշտացնում ենք ոչ միայն մեր սիրելիներին, մեր բարեկամներին, մեր հարազատներին, երբեմն նաև մեր թշնամիներին, հատուկ, բայց նախ և առաջ և ամենից առաջ վշտացնում ենք Աստծուն։ Թեև, երբ ասում ենք վշտացնում ենք Աստծուն, սա պետք է հասկանալ մարդկային մտածելակերպի մեջ, որովհետև Աստված անայլայլ է, անփոփոխ, Աստծուն հնարավոր չէ վշտացնել։ Բայց քանի որ Աստված մարմնացավ և մարմնացավ, հագավ մեր մարմինը, ճաշակեց մարդկային ամեն ինչ բացի մեղքից, իր համար հասկանալի է նաև վշտանալու, նեղանալու, վիրավորվելու հատուկ։ Թեև ինքը իբրև անհուն Աստված
անայլայլ Աստված փոփոխությունների չի ենթարկում զգացմունքային, բայց քանի որ ինքը ստեղծել է մեզ, եւ քանի որ ինքը նաեւ մարմնացել եւ մարդացել եւ հագել է մեր մարդկական զգեստը, ծանոթ է այս ամենին։ Հետևաբար, երբ որ մենք Սուրբ Գիրքը ընթերցում ենք եւ հասնում ենք այս Աստուծո երկրորդ հասկացողությանը, ուրեմն պետք չէ հասկանալ պատժից վախենալու, ոչ էլ մարդկային ամոթից խուսափելու իմաստով։ Մենք Աստծո երկրորդ չպետք է ունենանք մեր մեջ, որովհետև վախենում ենք պատժից։ Դա կա եւ պետք է լինի նաեւ, բայց դա չէ գտնում։ Մենք Աստծո երկրորդ պետք է ունենանք ոչ թե որպեսզի ամոթահար չլինենք մարդկանց առջև, հասարակության առջև, ներկայանանք իբրև բարի եւ արագի դիմաց, այլ Աստծո երկրորդ պիտի ունենանք Աստծու եւ Աստծո նամանի մեր եղբայրների եւ քույրերի չնեղացնելու, չվշտացնելու այդ երկրով։ Եվ առավասիկ մեծի պահոց շրջանը, ապաշխարության այս 40-օրյա շրջանը, այդ հրավերն է բոլորիս։ Աշխատել, քայլել իրոց ճանապարհներով Աստուծո երկրով ունենալու։ Տեսեք շատ գեղեցիկ կերպով Սաղմոս 2 այս զուգահեռը տանում է, ասում է. իրոց ճանապարհներով իրոց երկրով ունենալ եւ իբրև հետեւան իրոց ճանապարհներով քայլել։ Ինչ է իրոց ճանապարհներով քայլել։ Պարզապես մարզանք չէ, պարզապես քայլել չէ, ֆիզիկապես ակետից բեկենը տեղափոխվել չէ, այլ կատարել բոլոր այն պատվիրանները, որ Տերը մեզ տվեց, եւ այդ պատվիրանների բոլոր պատվիրանների հիմնական կետը ո՞րն է։ Սեր, Աստծո նկատմամբ, սեր միմյանց նկատմամբ։ Եվ որտեղ կա սեր, այնտեղ կա այո աստվածային երկյուղ։ Աստվածային երկյուղ, հանգած, ինչպես նաև ավետարանում է ասում, հանգած այս փոքրիկներից մեկին չգայթակղելու։ Մենք այդ երկյուղով պետք է ապրենք։ Նամանավանում ենք հոգևորականներս, փորձում ենք այդ երկյուղով ապրել, հանգած ինչ-որ մեկին չգայթակղեցնելու մեր վարքով, մեր խոսքով, մեր կերպարով, մեր ներկայացված ձևով։ Եվ երբ այս երկյուղը ունենք, Տերը իր աչքը զորավոր երկարում է եւ մեզ ուղղում է այդ ճանապարհի վրա, որպեսզի մենք այդ ճանապարհի վրա ճիշտ քայլենք։ Պատվիրանահարության եւ պատվիրանապահության ճանապարհի վրա կարողանանք կայուն մնալ։ Դրա համար է անհրաժեշտ Աստուծո երկյուղը։ Եվ ավասիկ արտաքսման կիրակի այսօրը, երբ որ արտաքսման խորհուրդը հիշելով նաև այդ եզրակացությունը ապրեցինք, որ երկյուղը մեր մեջ մտավ մեր մեղանչուկով, մեր նախահայրերի և նախամայրերի մեղանչուկով մենք ճանաչեցինք երկյուղը, վախը, սարսափը, բայց այդ երկյուղը, վախը, սարսափը մենք կարող ենք վերածել աստվածային երկյուղի, որից կարող ենք ունենալ աստվածային սեր և աստվածային սիրո հանգրվանի վրա քայլել աստվածային պատվիրանների պատվիրանահարության մեջ և կարողանալ վերադառնալ այնտեղ, որտեղից արտաքսվեցին։ Այս արտաքսման կիրակի խորհրդով տարբեր անգամներ, որ խոսել եմ, ամեն անգամ շեշտել եմ այդ նպատակադրումը ասելով, ինչի համար ենք հիշում այս արտաքսումը, որպեսզի վերադառնանք այնտեղ, որտեղից արտաքսվեցինք։ Իսկ ինչպես կարող ենք վերադառնալ այնտեղ,
կարող ենք վերադառնալ Տիրոջ ճանապարհներով, քայլելով, Տիրոջ ճանապարհի վրա մնալով։ Իսկ ինչպես կարող ենք Տիրոջ ճանապարհի վրա մնալ եւ քայլել աստվածային երկյուղը ունենալով եւ աստվածային երկյուղը ունենալով եւ այդ ճանապարհներով քայլելով կհասնենք այն երանում, ինչի մասին որ խոսում է Սուրբ եւ Երանիների գերագույն երանի դրախտային կյանքի եւ աստվածային ներկայության վերադառնալ։ Ուրեմն դա Աստված, որ մեզանից յուրաքանչյուրի մեջ վախի, սարսափի, ամոթից եւ պատժից խուսափելու մոտեցումը պարզվի աստվածային երկյուղին եւ աստվածային սիրուն։ Սիրուց բխած երկյուղը ունենանք մեր մեջ, Աստծո հանդեպ, մեր նմանի հանդեպ, մարդկության հանդեպ եւ կարողանանք կատարել այն ինչի համար որ կոչված, այն քայլը ինչի համար որ կոչված է։ Վերադարձ դեպի դրա, որներից արձակվեցին մեր մերկերի, մեր բացողների, մեր սխալների, մեր պատվիրանազանցության պատճառով։ Տիրոջ սերը եւ Տիրոջ երկյուղը ողբես հետ լինի այժմ եւ ավետ։